Просто ես իմ ուրիշներ պետք է լինեմ, ես չած եմ, որ տենան շատ մեկաները Այս քաղաքացի Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Ձեր պահանջը որն է։ ԿՀ-ի դիմացել եք, չէ՞, մի քանի օր առաջ ակցիա արել։ Ուրեմն մեր պահանջը հետևյալն է, որ միջազգային դիտորդները ժամանելով Հայաստան Ուրեմն քանի որ ընտրությունների համար ստեղծվել են ոչ մրցակցային պայմաններ, այսինքն իշխող կուսակցությունը ունի ավելի մեծ շանսեր, ավելի մեծ հնարավորություններ եւ ռեսուրսներ, իսկ մնացած նախագահի թեկնածուները չունեն դա, ուրեմն միջազգային դիտորդները իրենց վերաբերմունքով ճիշտ գնահատական չեն տալիս նախընտրական եւ հետընտրական բաներին պրոցեսներին եւ ստեղծում են եւ լեգիտիմացնում են ոչ օրինական իշխանությանը հնարավորություն տալով իշխանություններին ուժ կիրառել ժողովրդի վրա։ ԿՀ-ի դիմացել եք մի քանի օր առաջ ակցիա արել, ինչ տվեց դա եւ ինչ է տալու այս Պետք է բոլոր միջոցները օգտագործել, պահանջել, քանի որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի դեռ բնակիչի վիճակում է, այսինքն մենք կոչ ենք անում, որ բնակիչ դարձիր քաղաքացի ու տեր կանգնիր քո իրավունքներին։ Որպեսզի նրանք չլեգիտիմացնեն կեղծ ընտրությունները։ Կարծում եք, որ լեգիտիմացնում են ընտրությունները։ Կարծում եմ, որ լեգիտիմացնում են, որովհետև ամեն անգամ ընտրություններից հետո, ինչպես ցույց է տվել փորձը, նրանք հայտարարում են, որ Հայաստանում ընտրությունները մի փոքր ավելի ժողովրդավար անցկացվեցին, բայց այդուհանդերձ 2008 թվականին բոլորս էլ տեսանք ընտրությունների հետևանքները, որի պատասխանատվությունը կարծում եմ նաև միջազգային դիտորդների ուսերի։ Իսկ կարծում եք ձեր բողոքը արդյունք կունենա արդյունավետ։ Մեր բողոքի ակցիայի ակնկալիքը իմանալն է միջազգային դիտորդների դիրքորոշումը այս հարցի հետ կապված։ Մնացած քայլերին կծանոթացնենք, կտեղեկացնենք հետագայում։ Իսկ միայն բողոքի տեսքով թե նամակել եք պատրաստվում գրել կամ ինչ-որ կերպ։ Դա արդեն ժամանակը ցույց կտա, այսինքն բաց կլինի իրենց դիրքորոշումից հետո։ Ես ուղղակի խնդրում եմ կամ իմ պահանջս է այս միջազգային դիտորդներից, քանի որ Անդրեաս Ղուկասյանին որպես թեկնածու ես համակում եմ ու ինքը հստակ պահանջ էր դրել, որ դիտորդները հեռանան Հայաստանից ու ես զարմանում եմ, որ 10 օր արդեն անցել Անդրեաս Ղուկասյանը նստած է հացադուլի ու ոչ մի դիտորդ, ոչ մի միջազգային դիտորդ, ոչ մի դիվանագետ, ոչ մի կարմիր խաչի չեն մոտենում այդ տվյալ նախագահի թեկնածուին ու հարցնեն, թե ինչ է պահանջում, չէ՞ որ հացադուլը դա ծայրահեղ քայլ է։ Իսկ այդ ինչի մասին է խոսում, անտարբերության, թե կաշառվածության մասին է ինձ թվում է խոսում, որտեղ միջազգային դիտորդները նույնպես կաշառված են։ Եթե նրանք հավասարության սկզբունքը չեն պահում, ուրեմն կաշառված են։
Please see this message for you. Ես ընդեր ֆիքսել եմ, նկարել եմ։ Ո՞տենց առամար են ավելի վատ իրանց համար։